Ժողովրդան ուրեմն ձայնամեկուսացումը միջին վատը չի, բայց դա U+-ին չի հասնում, բայց հզորությունը վերջն է։ Sport ռեժիմում է հիմա ինքը ու թռնում է։ Sport ռեժիմում ինքը հաստատ U+-ից հզոր է։ Հավասարը U+-ին իմ կարծիքով։ Շատ հզոր մեքենա է, ես չէի սպասում, որ 163 ձիաուժը այս կարգի կարա հզոր լինի sport ռեժիմում։ Մի այլ կարգի տպավորությունները լավն են, փափուկ մեքենա է, նախ փափկությամբ ինքը համարյա U+-է, միանշանակորեն Ձիպալի S5-ից փափուկ է, U+-ից փափուկ է, համարյա U+։ Շատ փափուկ մեքենա, ես չէի սպասում, որ փափուկ կլինի։ Մի խոսքով ռոլյոշկեն, հզորությունը, փափկությունը գերազանցան, ձայնամեկուսացումը միջին է։ Վատ չի, այս բյուջեի համար վատ չի, կարծում եմ U+-ից լավ է, բայց հա U+-ին չի ասում։ Վերնախցիկը Ժողովուրդ ջան բացենք, ռեկորդային 540 լիտր, ինչը ռեկորդ է, այս կոմպակտ crossover-ի համար, որտեղ U+-ը 435 է ընդամենը, իսկ U+-ը առհասարակ 300 քանիս է, սա 540 է։ Տոպից տոպ ռեկորդ, ուղղակի խոսքեն ավելորդն, այսի դա իր լիցքավորիչն է։ Բացի հետ էլ ստեղ ունենք գժական ցենց խորը նիշա, հենց տեսեք։ Մի խոսքով, էլի GLG-ից կարծում եմ առավել է այս առումով, իր հետևի հատվածը բեռնախցիկը, այս փոքր բեռնախցիկը իրոք, այն որ տոպից այս գնի մեջ, մի խոսքով ունենում եք գժական թույն ջիփ մեծ Lenovo, որ U+-ը sense բան չի առաջարկում առհասարակ։ Ուղղակի մրցակիցների մորթել է այս մեքենան ու նույնիսկ այս Max կոմպլեկտացիան 400 գնացող ունի էլեկտրապրիվետ բագաժնիկը, ինչը U+-ը չունի։ Առհասարակ U+-ի դաժե ամենաֆուլ կոմպլեկտացիան էլեկտրապրիվետ չունի, իսկ այս մեքենան ունի Ժորժան։ Ահա խնդրեմ, տեսեք կողքից ինչ գեղեցիկ է։ Դիմացից առհասարակ U+-ին ոչնչացնում է, կարծում եմ բոլորին է ոչնչացնում, այս դիզայնը ուղղակի տոպից տոպ է, շատ լավն է։ Ես շատ եմ հավանում այս լուսարձակների դիզայնը։ Այս սրանք, չգիտեմ, խոսքեր չկան, անկեղծ ուղղակի սենց, չգիտեմ, 10-ից 10 է։ Նույնիսկ կարծում եմ U+-ից ավելի սիրուն է։ Ես որ U+-ի ֆանատն եմ, կարծում եմ այս մեքենան U+-ից սիրուն է։ Անվա հեծերը R18 էլի բավական գեղեցիկ են։ Այս սրանք մատերի ոնց պետք է լինի, փայլուն չի էլի են Mazda-ների պես կամ Toyota-ների պես։ Ու բավական բարձր է։ Նու պարոգներ, հա, պարոգ ունենք, կարելի ասել այո։ Նու U+-ին չի հասնում իհարկե, բայց պարոգ կա գոնե։ Ու կեղտը ներս չի մտնի։ Էսի էլի պլյուս։ Նու հալա մինուսներից այս հատվածները ավանդական խազվող փայլուն վիճակ, էսի մինուս էս էլա։ Գեղեցիկ է, սև է, բայց էլի փայլուն խազվող մատերիալ է։ Ուստը մենք բեռնախցիկ չունենք ցավոք սրտի, այս գնի մեջ չերը կարա լիներ, U+-ը չունի, դիմացի բեռնախցիկ։ Հա ու այս ավտոն BYD պես սինկապատ է Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, վաղորդի նստատեղն է, ինչպես տեսնում եք, ուղղակի կատարյալ ույուտ կոմֆորտ 10-ից 10 գերազանց մատերիալները գերազանց են, BYD-ին ոչ մի բանով չզիջող, ես կասեի նույնիսկ միգուցե եւ առավել։ Նույնիսկ այս հատվածը դուբովի պլաստիկ չի, այլ ինչ-որ սոֆթաչ մատերիալ է, իսկ այս հատվածը առհասարակ սոֆթաչ է, ես զարմացած եմ 10-ից 10, այս բյուջետային ավտոյում այս հատվածը լավն է։ Դուբովի պլաստիկ չի, BYD-ին կարծեմ սենց չի վերամ հիմոտ։ Այստեղ իդեալական վիճակ, soft touch, գեղեցիկ ստրոճկա, այսպես hard, իդեալական կարած, ամենտեղ ես շատ ոչային տեսք հաղորդում ես տեղը ստրոճկան, ուղղակի վերջն է։ Այս էլի soft touch, իդեալական, այս հատվածները, ստեղ զամշապատ, անլար լիցքավորում, ստեղ բանալի լիցքավորումն է, մետաղի ալումինե փայլատ կնոպկաներ, մի խոսքով ինտերիերը հաստատ BYD-ից լավն է, հաստատ U+-ից միանշանակ տոպից տոպ է, ստեղ խոսքեր չկան, մեր պատլակոտնիկն է, էլի բավական խորը,
Ոչ միտեղ փայլուն մակերես չկա ժողովուրդ ջան։ Ոչ միտեղ։ Այսպես պետք է ավտոն լինի։ Ղեկի վրա, ղեկը առհասարակ, էլի իդեալական հարմար, ֆիզիկական կոճակներով, գեղեցիկ, էրգոնոմիկ, յուանափից հասած լավն է։ Վարորդի դիսպլեյը, գժական, ինֆորմատիվ։ Այս կենտրոնականը, ասես պլոնկան հանեմ։ Ահա, խնդրեմ։ Որակը տեղն է մի ուրիշ տիպի, կամերաները։ Ասենք 3D ռեժիմը, ահա խնդրեմ։ Իդեալական է։ Ну, ճիշտ ասած մի քիչ դանդաղ աշխատում, հա, այդ բան չասացի, էսի մինուս, բայց պատկերի որակը ուղղակի տոպից տոպ։ Նստատեղերը կատարյալ, ուղղակի կատարյալ, BYD-ին չզիջող, ու միգուցե BYD-ից լավը կամ BYD-ին հավասար, մի խոսքով ոչ մի պրետենզիա 10-ից 10։ Ինչին կպնում ես, որակը տեղն է։ Ну, առաստաղի մատերիալը միջինից բարձր, բայց այս գնի համար օքեյ է, յուանափը հաստատ սրանից լավը չի։ Երևի հա միակ փայլուն մակերեսը ժողովուրդ ջան էսա։ Հա, այստեղ վերջը պետք է տապորական ինչ-որ լուծում տային, փայլուն մակերես ու ավարիոնքեն էլի վերևն է, հոնչից ոգեշնչված։ Ասենք խի էլի։ Լավ չեք դուք։ Լույսը գժական է։ Այս պահերը ստանդարտ լույսով ամեն ինչ լավ է։ Այս հայլին sense լավ ֆունկցիա ունի։ Ներքև վերև լինելու գժական բարդաչոկ ունենք, ուղղակի գժական, ասենք տալիս հատկացնում է բոլորին, բացի ջիլի ջոմից, առաջ տեղում ջոմի, երկրորդ տեղում սա 20 սանտիմ երևի տեղ կա, մի խոսքով ինչ ասես այդտեղ կա։ Ասենք սումկայից բռնած, զոնտիկից բռնած, ինչ ուզեք, ինչ ուզեք, գժականա տոպա 10-ից 10։ Ստեղ ունենք էլի բավական մեծ նիշա, համարյա ջոմիի պես, ու զիջող ջոմի, բայց ջոմից հետո ամենամեծը, ասես մեծ նիշա ոչ մեկ չունի։ Այս մեր կնոպկաները ալյումինից, գժական, որակյալ, որ կպնում ես քեֆդ գալիս է։ Ուղղակի քեֆդ գալիս է BYD-ից հաստատ լավն է, միանշանակորեն։ Այս ֆիզիկական բռնակը շատ լավն է էլի դրան։ Մի խոսքով ոչ մի պրետենզիա, մենակ ստեղ է, որ փայլուն մատերիալ է խազվող ու ավարիոնքեն ստեղ է։ Վերջ։ Մնացած առումներով ուղղակի կատարյալ մեքենա է, չգիտեմ, ունի մերսում, Այսօր չգիտեմ ինչքան այրվում, այս նստատեղը ունի մերսում, այս գնի մեջ, այս 16000, 15900-ի մեջ ունի մերսում, BYD-ին sense բան չունի, ժողովուրդ ջան։ Այս գժականը ստրոճկեն, մարդավարի ռեգուլյորովկա լինող պատգալովիկներ, մի խոսքով տոպից տոպա, արդեն թարգմանած, հանու համարյա 80%-ով թարգմանած Չինաստանից գալիս է, սպորտ ռեժիմ, հա ռեժիմները փոխվում են այստեղից, ռուլի վրայից, խնդրեմ սպորտ, EMI ինչ-որ ռեժիմ կա, չգիտեմ որն է, ստանդարտ, կոմֆորտ, մի խոսքով, շատ ճիշտ էլի որոշում է, որ փոխում ենք կամ ռուլից, կամ ինչ-որ մի հատ կոճակից, այլ ոչ թե պլանշետից, ոնց որ դա սովորաբար լինում է, համեկե մի հատիկ է մինուս, ստար ստոպի կնոպկա, այս մեքենան էլի չունի, դա մինուս, այս բոլորը կոնդիցիոների կնոպկաներն է, ու ավտոն դուք անջատում միացնում եք, երբ որ դուրս եք գալի կամ երբ որ ներս եք մտնում, ինքը ավտոմատ միանում անջատվում, մի խոսքով այդ խնդիրը հետը կա։ Բայց մնացած առումներով կատարյալ է, 10-ից 10-ը ուղղակի տոպ է։ Հետևի նստատեղն է Ժողովուրդ ջան, ու էլի 10-ից 10 վիճակ, կոմֆորտ ու ֆուտբոլի դաշտ է էլի։ Լիքը տեղ կա, հաստատ յուանյափից այլ ավելի շատ տեղ կա, համարյա Galaxy E5-ի չափ, բայց Galaxy 5-ը սրանից ասենք մի քանի հազար, 5-6 հազար դոլար ավելի թանկ մեքենա է, նստատեղերը շատ հավանեցի, իրոք վերջն է, որակը տեղն է, միանշանակ 10-ից 10։ Նույնիսկ կարծում եմ BYD-ից առավել է։ Իրոք շատ որակով, ձիգ։ Ну, այս մեքենան պարբակոտնիկ չունի, պարբակոտնիկը սկսում է 500 max կամ 500 ultra, այս 400-ները չունեն, ինչպես նաև պանորամային տանիք չունենք, ստեմ ենք։ Պանորամային տանիք ունի միայն full կոմպլեկտացիան յուանափի պես 500 laser ultra-ն, որը արժի 18300։ Բայց դա այս գնի մեջ ինչ ունենք, մի բան էլ ավել է։ Այս ավտոն ծախում են ինքնարժեքով, միանշանակ ինքնարժեքից ցածր ես կասեի։ Սենց գնով, սենց որակ, ուրիշ ոչ մեկ չի տրամադրում։ Առհասարակ ոչ մեկ։ Իրոք գժական է։ Ժողովուրդ ջան, ու մեկ էլ շատ կարևոր մի բան, այս մեքենայի բանալի նախ մի հատ տեսեք ինչ գեղեցիկ ոճային, ալյումինից, թանգանոց, գեղեցիկ դիզայնով, դագաղ չի էլի BYD-ի պես։ Այս գժական բանալին ուրեմն բանը բատերիա չունի, չի փոխվում, ինքը ավատարի պես է ժողովուրդ ջան։ Իրան պետք է լիցքավորեք այստեղով։ То есть ինքը լիցքավորվում է դրվելով սրա վրա։ Եթե շատ երկար ժամանակ իրան ստե չդնեք, իրանով ավտոն չեք անապացեք, ինքը կնստի
ու բատարայակայություն ունի, որ փոխեք, մի խոսքով թեմա կդառնա, դրա համար իմացեք տեղը ստեղ է, այս նկարացել է, սա անրալ լիցքավորում է հեռախոսի, սա էլ բանալի լիցքավորումն է, ինչը կարևոր է իմանաք, որ ինքը միայն ստեղով է լիցքավորվում, ինքը բատարայկա չունի, որ փոխեք ու օգտագործեք։ Ժողովուրդ ջան, ոնց համոզվեցինք, այս մեքենան իրոք վերջն է, այս գնի համար ուղղակի սենց բանականության պայթեցում է, ոչ մեկ, ոչ BYD-ին, ոչ մեկ այս գնի մեջ սենց որակով ավտո, սենց հզոր ավտո, սենց փափուկ ավտո, սենց տեխնոլոգիապես հագեցված ավտո ոչ մեկ չի տրամադրում։ Իրոք Չանգանը գմփցրել է շուկան, չգիտեմ ոնց է կարողացել սենց որակով մի այլ տիպի որակյալ ավտո ստանալ, սենց էժան գնով Air կոմպլեկտացիան բազայինը, որը որ համարյա ոչ մի բան չունի, բայց իր գնի համար էլի կարելի ասել լավ տարբերակ է, այդ համատենք Yuan Up-ի հետ 13700-ով ունենում եք Air կոմպլեկտացիան 400 կմ գնացող, իսկ Yuan Up ընդամենը 300 է։ Մի հատ բարձրը 400 max-ը, այս մեքենան արդեն, այսի 400 max-ն է, այսօրվա գինը 15900-ի կարգի, մի քիչ հանգացել է, ու ինքը արդեն բավական հագեցած է, ունի մերսում, Yuan Up-ը այս գնի մեջ ինչ մերսում։ Առհասարակ այս գնի մեջ ոչ մեկ մերսում չունի։ Տաքացում, հովացում, մերսում, հա դիմացի պարկտոնիկներ չունի, այս կոմպլեկտացիա մինուսը է, որ դիմացի պարկտոնիկ չունի։ Ժողովուրդ ջան, մի քիչ խոսամ կոմպլեկտացիաներից։ 400 Air-ը 13700-ով։ Կարելի ասել ոչ մի բան չունի, բայց այդ գնի համար էլի գժական մեքենա է, բայց պետք է հասկանանք, որ առհասարակ 400 Air ու 400 Max-երը այս կողային շտորկա անվտանգության բարձիկները, որոնք որ պայթում են, երբ որ ապակին պայթում է, որ դες պաշտպանեն, այդ դրանցից չունեն։ Դրանցից ունեն մենակ 500-ները, 505 Max, 505 Ultra-ը։ Բացի դրանից Air-ը հետևի պատլակոտնիկ չունի, անրալ լիցքավորում չունի, դիմացի պարկտոնիկներ չունի, նստատեղերի տաքացում հովացում մերսում չունի, adaptive cruise control գծերում մնալու համակարգ, մի խոսքով այդ ամեն ինչը չունի, մի խոսքով ամենահասարակ կոմպլեկտացիան է, բայց զատո այդ գնով ինքը տալիս է 163 ձիաուժանոց 400 կմ գնացող գժական ջիպ։ Տենց բան Yuan Up-ը չի տալիս։ Այդ նույն գնով Yuan Up-ի բազային կոմպլեկտացիան նույն գնով ընդամենը 95 ձիաուժ է, 95-ը որտեղ, 163-ը որտեղ, խաղեր զորել է, այնի խաղալիք է։ Ու ընդամենը 300 է գնում։ То есть նույնիսկ այս Air կոմպլեկտացիայով ինքը ոչնչացնում է բոլորին, այդ սեգմենտում բոլորին, որտեղ նման հզորություններ, նման մեծ Lenovo մեքենա 540 լիտրանոց բագաժնիկով ոչ մեկ չի առաջարկում։ Yuan Up-ի բագաժնիկը 395 լիտր է, իսկ Yuan Plus-ինը 435 է։ Սա 540 է։ Մի խոսքով պալնացնի ընտանեկան գժական ջիպա 13700-ով։ Կոպեկներ։ Հա, լիքը բան չունի, դե իմացակ արդեն։ Max կոմպլեկտացիան արդեն այդ ամեն ինչը կարելի ասել ունի։ Հովացում, տաքացում, մերսում, անրալ լիցքավորում հեռախոսի, adaptive cruise control, գծեր մնալու համակարգ, բայց էլի դիմացի պարկտոնիկներ չունի, շտորկաները չունի, դե պանորամային տանիք вообще ոչ մեկ չունի, մենակ ամենաֆուլը ունի ու հետևի պատլակոտնիկ էլի չունի Air-ը։ Իսկ 505 Max-ը արդեն ժողովուրդ ջան, ատե արդեն Max-երը այս շտորկաները անվտանգության ունեն, 500 են գնում, ոչ թե 400 ու ամենամեծ պլյուսը Max-երի համար, որ այդ գնային սեգմենտում 405 Max-ը արժի 15900, 505 Max-ը 16900, իսկ Ultra Plus-ը 18300, ուրեմն այս գների մեջ, այդ Max-երի մեջ, 16-ի մեջ ոչ մեկ adaptive կախոց չի առաջարկում ժողովուրդ ջան։ Այս մեքենան բարձվեց այդ 500-ների մեջ կախոցը adaptive է։ C-line-ի պես։ Բայց ասենք, այս կոպեկներով էլի, այս էժան գնի մեջ։ Մի խոսքով այդ adaptive կախոցն է, որ ավտոն ինքն է որոշում ինչ կոշտություն, փափկություն ունենա, կախված ճանապարհային անհարթություններից ու հնարավորինս հարթեցնում է ձեր ընթացքը։ Մի խոսքով գժական ֆունկցիա է, այս գնի մեջ ուղղակի սենց ստոպա բոմբա բոլորին ոչնչացրել Չանգանը ու առաջին հերթին BYD-ով այդ իր adaptive կախոցով այս բյուջետային $16900 ավտոյի մեջ։ Իսկ արդեն 18300-ից Ultra Plus-ը արդեն ունի պանորամային տանիք, ոնց որ Yuan Up-ը բայց Yuan Up-ին մեկը ոչնչացնում է այդ գնային սեգմենտում կարգին, որովհետև նախ ինքը 500 դոլարով ավելի էժան է, Yuan Up-ը 18 է, հետո ինքը ունի 500 հեռահարություն 500 կմ, Yuan Up-ը ընդամենը 400 է, ու ինքը ունի LiDAR, Yuan Up-ը LiDAR չունի, adaptive կախոց, Yuan Up-ը տենց բան չունի, մի խոսքով, հա, էլի 11 կամերա, 400-ի մոտ 6 կամերա է ընդամենը, 500-ի մոտ 11 կամերա է։ Մի խոսքով հնարավորինս մաքսիմալ հագեցված է, ոչնչացնում է բոլորին այդ գնային սեգմենտում, ուրիշ ոչ մեկ
18300-ով նման հագեցվածություն չի առաջարկում, ու այս մեքենան մի այլ տիպի փափուկ մեքենա է, կրկին էլի մեծ պլյուս։ Jeep Racing-ից փափուկ, Hyundai-ից փափուկ, երևի այդ ադապտիվ կախոցը իրան ասում է։ Չնայած այս 405-ն եմ ես քշել, 405-ը ադապտիվ չի, բայց էլի փափուկ մեքենա էր, միայն զիջում էր Yuan Plus-ին երևի փափկությամբ, ու ձայնամեկուսացումը միջին, օքեյ, մեկ էլ հետևի կախոցն է, տարսյոնային, բայց հաստատ Yuan Up-ից ինքը ավելի փափուկ է, ավելի կոմֆորտ է հետևի նստած տղների համար, չգիտեմ ոնց են արել, որովհետև Yuan Up-ը հետևը թափ է տալիս։ Այս մեկը տենց չէր։ Մի խոսքով իմացակ տարբերությունները կոմպլեկտացիաների գները, որն էլ որ չընտրեք, իմացեք դուք շահել եք, ինքնարժեքից ցածր ավտո եք առել, սենց գնով ոչ մեկ չի առաջարկում սենց գժական ջիպ, որակյալ, հզոր, փափուկ, տեխնոլոգիապես հագեցված, որ մեկ ասես էլի։ Մի խոսքով տոպից տոպա տարվա հայտնությունն է, մրցակիցներին անխնա ոչնչացրել, դեմպինգը անխնա, դե գիտեք, Չինաստանը դեմպինգի թագավորությունն է, իրար մորթում են։ Մա Չանգանը մորթում է BYD-ին, այս էժան գներով առաջարկելով սենց մեքենա, որ ոչ մեկ այս գնով սենց մեքենա չի առաջարկում, вообще ոչ մեկ։ Գները իմացակ, բոլորը միայն պատվեր Չինաստանից, ու հիմա այս մեքենան գտնել եմ քիչ արդեն դժվար է, որովհետև բոլորը տոնեքով առնում են, թե բելարուսիկ, թե ղազախները, թե մենք, հատկապես մենք։ Չինացիք շոկի մեջ են, ասում են, ինչ արագ այս ավտոներ վաճառում, չենք հասցնում ծախենք, ասենք 50-60 հատով, տոնեքով, 100 հատով առնում են, ու ոչ միայն մենք, բելարուսիկ են, կարող են մի ուրիշ տիպի, դա համար կարող է ձեր ուզած գույնը չլինի, կամ կարող է երկար սպասեք, կարող է սպասեք ոչ թե 40-ից 50, այլ ասենք 60-70 ինչը բերեն հորգոս։ Մի խոսքով իմացեք, որ այս ավտոները գտնելը, հատկապես Air կոմպլեկտացիան, արդեն պրոբլեմ է, որտեղ այս էժան ավտոն բոլորը հասկացել են, որ ձրի ավտոն ունենում, չգիտեմ, կոպեկներով, ջրի գնով, ու բոլորը դրանց են առնում։ Մի խոսքով այսքանը, ոնց որ ամեն ինչ ասեցի, այս մեքենան ուղղակի հիացած եմ, ապշած եմ, մեն որ բանականությամբ պայթեցում է, ոնց կարաս այս էժան լինից այս ամեն ինչը զարմացած եմ։ Ուղղակի եշացած եմ, չեմ հավատում, որ այդպես որակյալ մեքենան կարա լինի, ասենք, այսպես էժան, 13700-ից մինչև 18300։ Բացի որակյալից, էլի, հզոր, փափուկ, հեռահարությունը տեղն է։ 500 գնացող արդեն, էլի։ Ադապտիվ կախոցներով, լիդարով, որ մեկ ասես, չգիտեմ, մի խոսքով բոմբա։ Viber WhatsApp պատվիրեք։ Այսօր այսքանը, եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղույքը։ Կհանդիպենք։